Պետք է մտնել Արևճանցյանի թևի տակ, որ գնալով ոնց որ անջես թափրոշանաս էլի։ Ապեր ուրեմն ջերմ բարևներ Արևշատյանին ու գնաց տեղից։ Վարոսներ ձեզ բարևում, ասեցի գամ փողանցեմ էլի։ Վարոսնովա։ Գնաց Արևշատյանին ասել եք վարոսը քեզ բարևներ է փոխանցում։ Բարևները ուղարկելու իմաստը չհասկացա։ Հենց էլ ասեց բարևներ կուղարկես Արևճանցյանին ոնց որ բաներ է։ Դու հալա ո՞ր բերես կճարդի հալա։ Դու մեծ ինչ ես դու։ Դու հայրի բախից դեպի շուտ բերա։ Հələ հո, ես ինչ շինարարություն արիր, ես ինչ կանդիր, թապիր, ավիրիր։ Չեմ ավիրել։ Ինչ ես սենց հետամնաց բաներ անում, հələ պատտետ կյաբաբը շուտ արա։ Շուտ արա։ Դե կծի։ Քյաբաբին մի նեղացրու Հասմիկ։ Բնության օրենքներին դեմ մի գնա։ Եթե մեր պապերը քյաբաբը սենց են կերել, մենք իրավունք չունենք սենց շուտելու Հասմիկ։ Ուղղակի որ գործեի ասեցի սոխ չուտեմ էլի։ Ինչի՞։ Սոխը քեզ ինչ է արել։ Դե որ երեխեքը սոխի հոտից նեղվում են, հենց ինձ տեսնում են, փախնում են, ասում են սոխառածը եկավ։ Հետո վա տենց բան ասել։ Հələ արի ինձի հենց հիմա ցույց տուր։ Դե չէ ամոթ է հիմա։ Էլա։ Բրդու ջդվեկալ, ու արիլը տենամ հետո վա սոխից նեղվում։ Շուտ արա։ Արա եկյա մարդ ես, այ ցավը տանեմ։ Այդ սաունաներից մի պահ դուրս արի ու տուն արի, արա։ Իա։ Բա քո կնկան թողած դու ընկել ես ուրիշ կնանիքի հետևից։ Բա դա շնորհք է։ Արա քո արև, ես կնկա տեսել եմ, արա ամեն ինչը տեղին արա։ Ոչ մի պակաս տեղ չունի։ Բա դա շնորհք արա, որ իրան թողած ընկել ես ուրիշների հետևից, արա։ Տղա ջան, մեկընդ միշտ հիշի, քո կնկա վրա էլ է մեղր քսված։ Արա կարծում ես մենք չենք կարա տես բաներ անենք։ Բայց մեզ թույլ չենք տայց, որտև այդ ճիշտ չի։ Թես, ես ինչ մտնոլորտ արա։ Պարոն Արևշատյան։ Պարոն Արևշատյան, մի հատ տատիկ է եկել, ուզում է գա ձեր մոտ։ Լավ, դու մի քիչ է կայֆաված եղի։ Հեսա մարդ եկա մոտս կճանապարհեմ, էլի զանգ կտամ կջղայնանամ։ Դավայ։ Ինչ տատիկ այ տղա։ Չգիտեմ, անծանոթ է։ Անծանոթ տատիկ։ Ինչ է ասում։ Դե ասում է ինչ-որ մի հատ խնդրանք ունի ձեզ։ Արա լավ է, էլի սկսվեց այդ տղա։ Ասա Արևշատյան տեղում չի, դավայ։ Հա, բայց տեսել է, որ մեքենան դրսում կանգնած է։ Այդ տղա ասած զբաղված է, հիմա չի կար ընդունի։ Վայ։ Եղավ պարոն Արևշատյան, եղավ։ Վայ, Արևշատյան ջան, մեղն եմ ես քու ջանին, քու արևիտ մատաղ, էս չորացած պարավիս, խնդրանքը չմեջ ես։ Մայրիկ ջան, ախր ինչի ես քո մասին տենց արտահայտվում։ Ինչ հարց կա, ասա կլուծենք, դու պրոբլեմ չունես։ Պարոն Արևշատյան ջան, ես թոշակառու կնիկ եմ, օգնող չունեմ, տղես չի աշխատում, առավոտից իրիգու փողոցներում թափառումա որ գործ ճարի, չի կարում ճարի։ Այդ կոմունալներն էլ չենք կարում մուծենք։ Արևշատյան ջան, մեռնեմ ջանիդ, էլ ուրիշ ճար չունենք, խնդրում եմ էլի մի ճար արա։ Լավ Մայրիկ ջան, ուրեմն ես քեզ հասկացա, հիմա այդ ամեն ինչը գրավոր կթողնես մեր մկրտիչի մոտ, մենք այդ հարցը կքննարկենք, վաղ է ժամին եկեք պատասխանը կստանաք։ Արևշատյան ջան, իմ հարցը քննարկել պետք չի։ Իմ տուն մի աշխատանք տվեք, որ ես կարենամ այս վիճակից դուրս գամ։ Մայրիկ ջան, Մոսկվան հո մի օրում չի կառուցվի, այդ ցավը տանեմ։ Երկար ու ձիգ տարիներ անցել, չէ՞։
ասում ենք այ Մերնեմ ջանիդ, հասկացանք քեզ, այդ հարցը կքննարկենք, տեսեք ինչ միջամտություն եք ցույց տալիս, ցույց կտանք։ Դու վաղը արի պատասխանի հետևից, այսօր դու գնա կեր, խմի, քեֆ արա, վաղը անպայման կգաս։ Եղա Մայրիկ ջան, իմացի, ես միշտ քո կողքին եմ։ Այսքան դուխը չգծես, հա, ինչով պետքա օգտակար կլինեմ, այսօր գնա տուն, կեր, խմի, քեֆ արա, վաղը առավոտ լույսը բացվեց, արի պատասխան հետևից։ Եղա Մայրիկ ջան, Մկրտիչ, Մայրիկին ուղեկցի, մակարդակով, դավայ։ Իհարկե, համեցեք տատի ջան։ Գնացեք Մայրիկ ջան, գնացեք։ Արեշատյան ջան, Մերնեմ ջանիդ, գոնե տղայիս մի գործ տայիք աշխատեր էլի, կոտորվում ենք սոված։ Հա, բա ոնց Մայրիկ ջան, պարտադիր պիտի տղեն աշխատի, ով ասեց աշխատի, վաղ առավոտ գաք պատասխան հետևից։ Եկեք տատի ջան, եկեք։ Հա։ Կտաշ չէ։ Բայ։ Մկրտիչ։ Արա, ես քեզ չեմ ասել, ասենց մարդկանց ժպիտով դիմավորի ու ճանապարհի, արա, թո իմ մոտ չհասնեն այդ տղա։ Հո այս կրակը չեմ ընկեր, որ հաջողակ է, հա? Կրակն եմ ընկեր, որ կարող եմ մի քանի կոպեկ փող աշխատել։ Ես կրակն եմ ընկեր, արա, որ ասենց մարդկանց պիտի հենց էլես բավարարեմ։ Ինչի պիտի ես իմ երեխեքի բերնի կարմիրի կրեն, ասատրինան կտրեմ, տանեմ տամորիշին, հա? Ինչի, հա Մկրտիչ։ Ինչի պիտի ես օր ու գիշեր աշխատեմ, այս շիպես ես կոմենքում չլվեմ, գիշերն էլ ահ ու դողով անցկացնեմ, որ առավոտը այդ ամեն ինչը տամ հենց ուրիշին, հա, ինչի, բա դա ճիշտ է, հա Մկրտիչ, ճիշտ է տղա։ Տղա ջան, դու ինչ ճիշտ հասկացի, ես ուզում եմ, որ իմ տղեն աշխատանք ունենա, իր սեփական քրտինքով փող աշխատի։ Լավ, տատի ջան, լեսի վեկալ ցավը տանը, էսի վեկալ տատի ջան։ Չէ, դու ինձ նեղացնում ես, ես հո չեմ եկել այստեղ փող մուրամ, ես եկել եմ, ինձ աշխատանք ա պետք, ես կգամ այստեղ հավաքարարություն կանեմ, տղիս էլ մի հատ գործ կլի, կարենանք ապրենք։ Լավ, տատի ջան, ես կխոսամ Արևշատյանի հետ, հա։ Հա, տղա ջան, հա, խոսա։ Լավ, ցավը տան։ Դու տղա ջան, մի քիչ քթածակ ունեցի, էլի։ Կարելի է պարոն Արևշատյան։ Հա, արի Արտյոմ ջան, արի։ Բարև ձեզ։ Բարև, Արտյոմ ջան։ Բարև Արտյոմ ջան։ Մկրտիչ, դրսում սպասի, բայց ընդե ուշադիր եղի։ Հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Այդ տղա ճակատից սուրբ վրամ չի գրած, էլի։ Դավայ։ Յա։ Հələ նստի, ուժեղ տղա, տենամը ոնց ես։ Լավ է, մերսի պարոն Արևշատյան, դուք ոնց եք։ Դա ես շատ գիտեմ այ մարդ է, թողում եմ որ լավ լինեմ։ Եկողը փող ա ուզում։ Արա օրը 3-4 հազարի մենակ բարեգործություն եմ անում։ Գիտես։ Չէ գիտես ասա։ Հատակը մի քանի կոպեկ ա մնում, այն էլ պահում եմ որ գոյատև եմ, այ ցավը տանեմ։ Հո ես խոպանի ճամփեն չեմ բռնելու։ Ճիշտ է տես, հա։ Ասա ճիշտ է, չէ։ Հո վերջի շապիկսը չեմ հանելու, տամ մերցավորիս։ Ճիշտ է, եղել է օր, որ հենց վերջին շապիկս հանել եմ, տվել եմ մերցավորիս։ Արա, չէ, ոնց որ են ֆուտբոլիստ էր, արա։ Պրոստը ոնց որ ասում են, են մայկաների փոխանակում արինք, էլի։ Այ, ես դա։ Բայց այս տատիկի տեղուն հնարավոր չի մոտ աշխատանք տալ, պարոն Արևշատյան։ Յա։ Յանի դու արդեն իմ մոտ աշխատում ես։ Հիմա ուրիշին ես, հա ուզում տեղավորես։ Դու Արտյոմ ջան, որ եթե ես այդ տատու տղուն ընդունեմ, դու գիտես քանի հազար հոգի մարդ կգա կչոքի դրանս։ Ես ո՞ր մեկին կարամ տեղավորեմ։ Ինչա, վատություն ես ուզում ինձ անես։ Հա։ Ապահովագրական ընկերություն ունեիր։ Քանի հոգի մարդ էր աշխատում։ Քանի անիմաստ աշխատող ունեիր։ Իմ աղջկան չհաշված, հա։ Էլ ընկեր, էլ բարեկամ, էլ հարևան, էլ մերձավոր։ Փակվավ այդ ընկերությունը։ Փակվավ։ Ճիշտ չի ախպերս։ Ճիշտ չես աշխատում։ Դրա համար էլ այսօրվա օրով քերիդ քեզ չի վստահում։ Ֆորես ինչքան խոսացի, բերան ասեց ցավաց արա։ Արա քամում եք, էլի քամում արա։ Արտյոմ ջան, մի խոսքով էս կոմերը եղի, տենամ քո համար մի հարմար գործ գտեմ, տամ աշխատես։ Պարոն Արևշատյան, այն անգամ էլ ասացիք, արի ֆրֆրա տենանք հարմար բան կա։ Եթե ոչ մի հարմար բան չկա, ես գնամ։ Արա մերնեմ ջանիդ, ասել եմ ֆրֆրա, ունեմ ֆրֆրա։
Բայց ես պիտի ջոգեմ, չէ, հարմար գործ կա քո համար, թե չէ։ Ինչա, ֆրֆրալուց վատ ես զգում։ Հա, թե գլուխ տա ֆռում։ Արի։ Լցույց դու տենամ ով են։ Ով են։ Խրամոտ է։ Ամոտը սող չուտելն է։ Ուրա ձեր մենեջերը։ Արա մրդուլը արի։ Բարև Կարբիտ ջան։ Արև։ Ուրա ձեր մենեջերը։ Սիմախ բեր նորեշյաններն է։ Հələ ասա թող սաղին շարի բան կա խոսալ։ Եղավ Կարբիտ ջան։ Բա ինձ ինչի շուտ չէիր ասում, որ սենց բան կա։ Չգիտեմ։ Չգիտեմ։ Բա ով գիտի։ Բարև ախպեր։ Ապե մի հատ սաղ աշխատողներին շարի խոսալու բան կա։ Ինչ կա խոսալու։ Շարի կասեմ։ Ախպեր հիմա չեմ կարա շարեմ, սաղ գործի մեջ են։ Ուզում ես ես շարեմ։ Ախպեր պետք է ասա ես կփոխանցեմ։ Արա ինչ ես փոխանցեմ, ինչ դու տարբերություն չես տենում։ Ձեզանից ով է ասոյին սոխառած ասել։ Սրա ինչն է սոխառած։ Կարբին ջան, ստե ասային ոչ մեկ ոչ մի բան չի ասա, ախպերս։ Չհասկացա։ Ուրեմն ես հավայի եմ եկել ասել ստեղ։ Հա։ Ով է ասոյին սոխառած ասել։ Ով է հասոյի վրից սոխի հոտ առել։ Դու։ Դու։ Չէ։ Դու ես եղել։ Կարող է դու ես եղել, մորքուր։ Վայ չէ, ես սող շատ եմ սիրում։ Դե առել եմ մի հատ կծի։ Չէ, հիմա չեմ ուզում։ Ուրեմն դու ես եղել։ Ես չեմ եղել։ Դե որ դու չես եղել, խիչ ես կծում։ Թե մենակ մանիտորների հետևից նստած եք կարում գրեք, այդ վաղտա դուխները թերիքում, մենակ անկաշկանդ կոմենտներ եք կարում գրեք։ Հասոն, միշտ էլ սող կերած է գալու գործի, ում էտի չի դզում։ Սաղին դզումը, հա, դելը մեկըտ փորձվել եք հասոյ է դիստանցիայով շպվեք։ Մույտ։ Շուտ կեր ապել, ես ու լիքը խանութներ ունենք, համու։ Հեյ ապել։ Մի տեսակ ես ապել։ Երեկվային բանը մտքիցս դուրս չի գալիս ապել մեղք էր Սուսիկը։ Արա թարգի համու չեմ։ Էդ ինչի ինքը կարա քեզ դաղի, դու չես կարա եմ մի հատ ճալոտի տաս, հե։ Կապ չունի։ Գնա բաց արա։ Ես վերջերս շատ ես հա բարիացել ամո։ Վերցրեք, ամոթ ձեզ, մի քիչ տղամարդկություն ունեցեք։ Սուսիկ ջան, կներես էլի, երեք Գագոն իսկականից էշություն դուրս տվեց։ Հետո մենք նստեցինք, մտածեցինք ահագին, որոշեցինք, որ այդ փողը հետ չվերցնենք։ Վերցրու հա, ես դեռ փողի կարիք չունեմ։ Պետք չի Սուսիկ ջան, պահի էլի։ Վերցրու ասում եմ։ Սուսիկ ջան, մենք քեզ այդ փողը պարտքով չենք տվել։ Հա, պես Սուսիկ ջան։ Կժվել ես արա, ո՞ր պարտքով չենք տվել։ Հե։ Արա իմ մոնդար, ինչի փողը հետ վերցի։ Լավ արեցի, սրանից հետո տես քյարություն դուս չտաս, հասկացար։ Խայտարակ արեց։ Ահա որ այդ տղեն, հետո ոնց է դրա այդ յոլա գնալ, չեմ հասկանում։ Ամեն տեղ սենց է։ Հերիք ճիրավրից է սոխի հոտ գալի, հիմա որ քո վրայից էլ գա։
Չնայած որ ամուսնանաք չել թողի աշխատել, քո համար կայֆավատ կանես։ Դե դրա համար հիմա ինձ նեղություն եմ տալիս, էլի։ Հա, լսի, այն օրը գնացել էի Մխոյից տուն։ Դե Մարգարիտային պետքա մերսումներ անել, ինձ ստացեց որ Մխոյին էլ արեցի, տենց մի քանի շաբաթ գնալու եմ։ Ուզում եմ նենց անեմ, ես եմ Մխոյին ինձանով անեմ։ Աղջան, վիզդիր։ Ձեր մարդոցին շահակերով կդրեմ, տղեկ ջան։ Մեծս ենք խի այ ախպերը։ Ինչը խի։ Ինչը խի ախպեր ջան։ Ձեր մենեջերին հարցրու։ Դու ես ապը մենեջերը։ Մենեջերը չէ, ռեժիսորը։ Ես նենց ուղղիր հայ անի քո մոմենտով է ախպեր։ Ուզում եմ ասեմ դու ես դե որոշում որը ոնց։ Հա բայց տղեկ ջան, ձեր ցավը տանեմ, խանգարում եք ախր։ Բայց դրա համար էլ սկզբից ասեցի ձեր մարդոցին շահակարով կդրեմ ընկեր, դու ստե չէր չլսեցիր։ Ասացիս իմաստենա որ խի էլի ընկեր ջանարա։ Մի բուրղազգ են կարա կեսը գնում հետ չի գալի ընկեսին է ուզում է գյուլ եք ախպերերը, չեք ալարում իրար կարակելուց։ Հա բայց սա կինո է։ Կյանքն է կինո, մեռնեմ սրտիդ, մարդիկ էլ դերասաններ են։ Բայց սենց իրար գյուլելով ծովից ծով Հայաստան չենք ունենա, այ ախպեր։ Բարայն նոր ընկերոջս տղուն ասի արիք ես տանեմ կարատեի, ասում եմ պետք չի ինձ տանես կարատեի, ինձի տար կինոյում նկարել դու, որ մի անգամից մարդ սպանեմ։ Տենում ես ախպեր։ Դրա համար քելեկես կինոն մենք մեր ձևերով մի հատ նկարը անենք։ Նայ ախպեր, օրինակ դու մեռնեմ կյանքիդ, վազելով գալիս ես, ու ես տղուն գյուլելու փոխարեն, ասում ես ընչով կարամ քեզ օգնեմ, ծավը տանեմ։ Հասկացանք, չէ, ախպերներ իրար։ Դե դավայ, ցավը տանեմ, ստարտը դու։ Hi baby։ Hi։ Այսօր ոնց որ տենում ես, էլի ես եմ եկել քո հետևից։ Այսօր ես քո հետ չեմ կարող գալու։ Ինչի։ Գործեր ունեմ։ Արի ես քեզ կտանեմ Մայրանուշյան։ Ես մեքենայով եմ։ Հա։ Դե լավ, ոնց կուզես։ Այսօր անգլերեն չենք պարապելու։ Գիտես, ես քո համար մի հատ դասախոս եմ գտել, ինքը քո հետ շատ սիրով կպարապի։ Ինչի դու սիրով չէիր պարապում։ Որ ճիշտն ասեմ, ես չեմ ուզում քո հետ պարապեմ։ Բայց ինչի։ Որովհետև չեմ, դե չեմ ուզում էլի, չես նեղանում, չէ։ Չէ, բայց պատճառ կա։ Կա։ Ես չեմ ուզում, որ մեր հարաբերությունները խորանան։ Սենց ընկերական ավելի լավ է։ Մայրանուշյան, կարող է վսյոտիկի կենգուրուի միսը դուրը չի եկե։ Չէ, այդ ինչ կապ ունի։ Կարծում եմ դու հասկացար ես ինչ էի ուզում ասել։ Ես հասկանում եմ քեզ լրիվ, Մայրանուշյան։ Պրոստը ես քեզ մի հատ բան կասեմ, Մայրանուշյան։ Ավելի լավ չի մենք մի քիչ շփվենք, ավելի մոդիկից ծանոթանանք իրար հետ, նորը տես կտրուկ հայտարարություններ անես, էլի։ Ես քեզ ինչքան որ պետքա ճանաչում եմ։ Ու ավելի լավ է մնանք ընկերներ։ Պակա։ Պակա։ Արի էդ քնատեսյակին ասարը։ Չի հասկնում էլի, որ այն մարդը ինձ չի ուզում արա հուզորով չի։ Լավ չես աշխատել, ապեր։ Ռեն ոնց աշխատեի, այ ծիապիկ ժաները, այսօր առավոտից իրիկուն սաղորը իրա ստվերն եմ եղե։ Այ որ արջուկը լինեիր, ասենց չեր լինի, ապեր։ Հələ մեկը ասում ստվերը եղի, մեկը ասում արջուկը, ես գժվար է ապթին, բատ չգիտի ում լսի։ Արա դե դու պրոստը սովորել ես էլի, որ աղջիկեկն են գալիք ես կպնում։ Անուշիկը վատ դրված կա դրել մեջը տապեր։ Ոնց որ գիտակցական է, տախպեր, շողուլից գցելը։ Արա ես որ դուզ դասեմ, ես Մայրանուշին ոչ է սիրահարվել է, արա ես պրոստը ասի մի քիչ շփվեմ, բանանեմ, ասի կարող է տականանք իրար հանդեպ էլի։ Մեր պապերն են տենց ամուսնացել են, հետո կամ սիրել, կամ էլ յոլա են գնաց։ Լավ, մի խոսքով ապեջակ, կարևորը ատեսնյակը ինձ հասկանա, ինչ է անհնար է։ Բարև ծիապիկ։ Բարև Երնջան։ Նեղացնող բանո չկա քեզ։ Չէ, վերսի։ Դե հանկարծ որ բան լինի ինձ կասես, հա Երնջան։ Անպայման։ Մենք գնում ենք օբյեկտ։ Եմ Վարուսին
Մենեջերի մոմենտով տեղավորենք գանք։ Մխո, բայց ուզում էի մի քիչ խոսայինք, է։ Չէ, ես հիմա չեմ կարա։ Այ ախպեր, տես քորդ ինչ ասում, ես դրսում կսպասեմ։ Չէ, դու էլ կարաս մնաս։ Հա, եթե գտնում ես, որ պետք է իմ մնալը, կմնամ Երնջը։ Մխո, այսօր մի հատ տատիկ էր եկել պապայի մոտ, իր տղայի համար աշխատանք էր ուզում։ Պապան մերժեց, այսինքն չմերժեց, ասաց վաղը կգաս, բայց դե գիտես, ցրելու միջոցը։ Հիմա ուզում եմ պապայի հետ խոսանք։ Ավելի Երնջո, մի վաղ տեսք թե վայ։ Հիմա ես գնում եմ մենք ու ասած Վարոսի հարցերով, որը էլի չերեզատեսնյակ արվե։ Հիմա ես էլ ասենք վաբշե կգժվի այդ մարդը։ Այդքան բիզնես ունի, դժվար է մի տեղ աշխատանքի տեղավորի։ Երնջո, լավ վայ։ Ասում եմ թող մնա հետո մի ուրիշ անգամ։ Հիմա ես գիտեմ ատեսնյակի պատասխանը ինչ ալելու։ Մխո, ճիշտ է կներեք, որ խառնվում եմ ապեր, բայց ես այն մոմենտն է, որ ավելի լավ ասես նոր գնանք։ Հրացիապիկ ժան, ես ատեսնյակին շատ լավ եմ ճանաչում էլի, ինքը որ չի վեգալի, հիմի ինչքան էլ ասենք չի վեգալի, ավելի ուշոտ, որ կիսա քունը լի, կիսա հոգնած, կիսա ժժնված էլի, այդ վաղտ կեքանք կասենք։ Արա լավ էլի ախպեր, կել գնա ասա արխային գնանք էլի։ Արա սաղորը գիտես ինչ եմ մտածում։ Ասում շուտ գործերս պրծնեմ, հասնեմ տուն մի հատ Մարգարիտայից վայել եմ էլի։ Այ աղջի, ոնց որ վրեդ մեղր կիսացնի, քո արև։ Նույնիսկ այն արծվաքիթդ եմ ուզում լսեմ, Այդ արծվաքիթ չեղավ, այդ ավարիայից հետո տենց եղավ, մոռացար։ Այ քո արա։ Աղջի, այդ ավարիան վաբշե մի հիշացրում։ Դեն ժանոք ջայել տղա է, գիտի տակը սամալյոտ է։ Բայց իրականում ոնց որ սամալյոտը նրա վերջում չտվա կարա։ Կարելի է։ Դու իհարկե կարելի է, եկեք, նստեք։ Մխան քեզ բան ունի ասելու։ Ով։ Մխու ջան, բալես լավ նորություն կա, ասա։ Այն տատիկի հետ կապված այսօրվա։ Տատիկի։ Էդ ինչ տատիկը։ Մխո։ Տատիկը էլի սովորական, որը ունի տղա, որ գործ է ուզում էդ տղեն էլի, դե իմ մոտ ատեսնյակ ժան ֆուլ է, դու գիտես, տեղ չկա, ասինք մի հատ հարցն ենք կարող է քո մոտ տեղալի դասավորես տենց աշխատի էդ տղեն, դե հիմի տղա է իր համար, ասինք։ Տղա ջան, այդ հարցներն են քեզ տվել ուծելու, հա։ Այդ ով է ձեզ այդպես բան եկել ասել։ Կարող եմ մկրտիչը, հա։ Բայց ինչ կարևոր է ով ասել։ Եթե կարանք օգնենք, ինչի չօգնենք։ Դու լսի, աղջիկ ջան, այ Իրենչո ջան։ Ախր ես մի արևշատյան եմ։ Իսկ այդ տատիկները քաղաքի մասշտաբով շատ են, որ մի տատիկին օգնեմ, հա։ Ես հազիվ մեր օրվա հացի փողն եմ քերում։ Քարից հաց եմ սարքում։ Դու մի հատ քարելի եք վերցնեն, հաց սարքեն ուտեն։ Իա։ Իրանք քար չունեն, որ սարքեն։ Այ աղջիկ ջան, այ թակուի ջան, այ իմ արքայադուստր բալա։ Ախր ես մի անգամ այդպես լավություն արեցի ու գցեցի ջուրը։ Ու իսկականից դեմս դուրս եկավ։ Բայց ոնց դուրս էր եկել, այդ տենց էլ հեղեղի նման քիչ էր մնում, ցենց կուլ տար ինձ տաներ լավությունը, Սազիչ ջան։ Ու այդ մի լավությանս պատճառով 1000 հոգի եկել են ու ինձնից լավություն էին ուզում։ Ես էլ գիտեք, աղա մարդ, հայ էր դուրս էի գալիս փողոց ու փողերս ցպնում էի։ Բա, այ Մարգարիտան կենթանի վկա։ Մի կերպ ինձ զսպել եմ, ինքս ինձ կուտ եմ տվել, որ դուրս չգամ փողոց ու փողերս ցպնեմ։ Հասկանում եք, չէ՞ ինձ երեխեք ջան։ Իմ մոտ ջոգացը ես կարամ գնամ։ Իսկ քո մոտ ոնց է աղջիկ ջան, ջոգացա։ Պարզ է։ Լավ, որ ինձ հասկանում եք, գնացեք ձեր ցավը տանեմ։ Մնում էր արդեն երեխեքս որոշեն, թե ես ում ընդունեմ գործի, ում չէ։ Բռամ, որոշում դու պիտի կայացնես։ Դու կարաս ճաշակով որոշում կայացնես։ Այսօր եկան տունը նայեցին։ Բայց որոշել ես ծախես։ Հա, հաստատ։ Ափսոս է։ Տեղը լավն է, քաղաքի կենտրոնում է։ Ոչինչ լի, թող քաղաքի կենտրոնում չնի, ծայրամասում լինի, բայց հատո 3 սենյակ ունենանք։ Տենց ես անում, որ բարոր իր կնոջդ քո տանը ապրի, չէ՞։ Ինչ վատ է 3 սենյակը։ Հա, դի։ Վատ չի, գոնե տեղը նորմալ լինի։
Նորմալ կլինի։ Ապեր տունը ճարել է, մելոյին շենքում է 3 սենյականոց, գնացի նայեցի վատը չէր։ Ասես գնի համար է թողակ կբարի շենք ապե։ Հա, վաղ կգնամ կխոսեմ։ Բա մյուս լավ լուրը չեք ուզում իմանաք։ Բա մյուս լավ լուրը չես ուզում ասես։ Մի շաբաթից արդիկ սապ էր։ Հա, ջան։ Ապե ոչմ ռեստորանը որոշված է, օրը որոշված է, հյուրերի քանակը որոշված է։ Ոչմ է ճոխ թույն հարսանիք առնելու ապեր։ Պարայի խմբով աղբեր ջան, այնտեղ թանգաբազար երկիչ երկչույներով, սայլուտներով այնտեղ։ Ինչ լավա որ տան շուտ է կամուսնանում։ Լավը որն է թույն է, ես քշում եմ սոֆայից համար։ Արա պատկերացնում ես մի շաբաթից իրար հետ են գլելու։ Իրար հետ արա։ Մարուշ, իսկ այդ ձեր մեղրամիսին զորիկիր ախրանիկ ինչի ուղարկելու ձեր հետ։ Չէ, արա։ Անչե ես հաստատ թե չեմ կար աշխատել։ Ա լուրջ եմ ասում, այդ համբարձումը ամեն օր ոտերը ջարդած է տուն էթալու։ Բարոս, հիմա ամենահարմար տարբերակը էս է։ Մի քիչ համբերի մի բան կլինի, դուրս կգաս։ Օրեքով։ Ապեր լսել եմ ստեղ ես աշխատելու, հա։ Հա։ Մատուցով։ Հələ դե արի մի ներվայնոցի։ Բեր, գիտես չէ, որ ստեղ չայվոյի վրա է։ Ստեղ ամեն ինչ կլենտից է կախված։ Պետք է նենց անես, որ հաճախորդը քեզ սիրի էլի։ Ամեն ինչ կլենտից է կախված։ Պետք է քսմսվես, բան անես, որ քեզ փող տա։ Արա գնա ստեղի։ Կամաց, վայ, մի երկու անգամ էլ ստեղ սենց գոռացիք, հաճախորդ չի մտնի։ Ոչինչ, Անուշիկ ջան։ Կամաց նրբությունները կսովորացնենք։ Եղավ համբարձում ջան։ Զարմեցար օբյեկտիս է։ Հա։ Ոնց է դու դեկավ։ Դե նորմալ է։ Ուր ազատել ես սաղ նրբությունները կասեմ հերթով։ Ազատ է։ Հա։ Ուրեմն նայես, թե ամենաահավորը հմբոյին դիմանալն է։ Էդի ուրարիր մնացածը հալած յուղի պես կեթա, ջուգիր։ Հա դե էդի ճիշտ ասիր։ Դե ուրեմն նարի իշնենք ներքև, մնացածն է ցույց տամ։ Եկավ էլի վերջնան գերատ Անուշիկ։ Հա։ Ես պատկերացնում եմ ինչ ուրախ ես հիմա։ Ահա որ։ Լավա։ Դե չէ մի տեսակ լարված էր էլի մթնոլորտը, սենց կընկնի տեղ ամեն ինչ։ Տեսնենք։ Բայց որ անգլերեն չունես բալես։ Չէ։ Ոչ չէ։ Ինչի՞ չէ այդ տղա։ Տեսնեք, Մայրանուշը չի ուզում հետս անգլերեն պարապիել։ Հասկացա։ Ինչի։ Դե չի ուզում էլի, ես ինչի։ Ընդհանրապես չի ուզում մեր հարաբերությունները սկի խորացնենք։ Ես քեզ ասում եմ նրա համար, տեսնեք, որ սրանից հետո հանգարց ինչ չարցնես, ոնց է, ինչ նորություն կա, լավ է վիճակը, թե վատ է։ Դու հասկանում ես ինչ ես խոսում, արա։ Այդ տղա ոնց է Մայրանուշը չի ուզում հարաբերությունները խորացնի։ Ասում եմ մնանք ընկերներ։ Չեմ հասկանում, ես արդեն քեզ ոչ մի բան չեմ հասկանում, արա։ Դու ես գիտեի էլի։ Արա գիտեի, որ դու սրանել ես ձեռից բաց թողնելու։ Դու ես գիտեի, որ դու անբաշարության գագաթնակետն ես, տղա ջան։ Ու քեզ ասեմ մի բան, որ դու կյանքում ոչ մի աղջկայի չես հասնի։ Ոչ մի աղջկա։ Միշտ տենց ես ասել, դրա համար չեմ հասել։ Արա չես հասնում, դրա համար էլ ասում եմ։ Ասել ես դրա համար չեմ ասնում։ Մխո դու Մայրանուշին չես սիրում։ Իմ արև քո արև։ Դու ընդհանրապես ոչ մեկին էլ չես սիրում, բացի քեզնից ոչ մեկին։ Արա խի սիրող սիրտը տենց կվարվի, հա։ Խի սիրող սիրտը, սենց ժպիտը դեմքին մերժված կգա կանգնի ատեսնյակի դեմը կասի, ատեսնյակ, ինձ մերժել է Մայրանուշը, հա։ Տենց բան տեսել ես այդ տղա։ Յանի ասել էիր, արել եմ, քեզնից պրծանք։ Այ մխո։ Դու գիտես այդ ամեն ինչի իմ համար ես անում։ Ինձ 1000 տարի պետք չի։ Գնա։ Ինչ ուզում ես արա։ Որովհետեւ գիտես, ափսոսս այն Անուշիկն է գալիս, որ ոնց ձեռիցդ բաց թողեցիր արա։
Էլ ոչ մի բան քեզ չեմ ուզում ասեմ։ Ոչ մի բան։ Всё։ Падոշեմ դադուերը։ Ինչ է վիճակս։ Չէ, հա, Վարոս ինձ թողնի գնա ու ես իրան սիրեմ, հա։ Հա, բայց աշխատելու համար էր չէ գնացել։ Սոֆինքը իրան իմ հետ լավ չէր զգում, հասկանում ես։ Դե ինչ որ տեղեր էին գնում, ես մեծ լավ ծախսեր էի անում, սրճարան էին գնում, ես հաշիվ էի փակում, ինքը դրանից մանթո էր ընկնում, էլի։ Գիտես չէ, բայց Վարուժս տենց չի։ Հլոմի տենց լինի։ Քոնման հրաշք կանգե ձեռը, կարող է թիթիզություններ անել։ Համել հիմա Վարուժը լավ աշխատանք ունի, չէ։ Հա։ Հա։ Դե տանում ես։ Լսի, բա մխոն ինչ է մտածում։ Մխոն։ Մխոն էլ շատ է փոշմանելու իր արածների համար, բայց արդեն շատ ուշ կլինի։ Այո։ Արա դուրն ես ջարդում այդ տղա։ Կամը զրիտեցի։ Պարոն Արևշատյան, նորից է տատիկն է եկել, ուզում է գա ձեզ տեսնի։ Այ քորա։ Արա, դու սարի ասա հենց նոր որ մտա, կակրած քո տղու հարցն էին քննարկում։ Արա հանգած չթողես դες գա։ Հա, բայց որ արցնի երբ կվերջացնեք, ես ինչ ասեմ։ Արա բութես ասա վաղը։ Գնա։ Վաղը։ Հա։ Եղավ։ Դավայ։ Այ ես ձեր արա։ Ես ինչ մարդիկ են դու արա, չեն թողում հանգիստ մարդ իրա ջուր խմի։ Արցես։ Արա, ինչ ես նստել, արա։ Ապեր, տեսակ հոգնել եմ է։ Արա, ասում եմ հաճախորդի ներկայությամբ քեզ նստել։ Բայց ես իրար չեմ խանգարում։ Սի վերքո ծրան չես ուզում առաջվելու ոտերը ջարդեմ, արա։ Սում տրա վերքո ստողի։ Մեր սուրճը երբ կլինի։ Դուք սուրճ եք պատվիրել։ Հա։ Հեսա կլինի։ Արա, դու ասել ես որ կոֆե են ուզել։ Հա։ Ուր է բարմենը։ Բարմենը Միչմանը։ Դե ո՞նց են Միչման, արա, այդ մարդիկ կոֆե են ուզել, դին Միչմանա գնաց, արա, ոտերը կջարդեմ դրա, արա։ Քաջիկ դու կոֆե դիր։ Ես գնամ դրա ոտերը ջարդեմ։ Ոնց։ Բայց ես ինչի դնեմ, թող ինքը գա, ինքն է դնի։ Դա ջարդած ոտով ոնց դնի, արա։ Լավ է, էլի։ Ես ինչ ես եկի։ Ուզում ես բոսնեի։ Լավ մաքուրոտ կա, չէ։ Հա։ Ան։ Եսի մե։ Մխո կարող եմ Այրանուշի հետ պրոբլեմներ ունես։ Կարամ քեզ օգնեմ։ Չէ։ Մխո ուղղակի իմ մոտ որ ամեն ինչ շատ լավ է, ես ուզում եմ որ քո մոտ էլ տենց լինի, հասկացի։ Իմ մոտ ամեն ինչ լավ է։ Հա։ Հա, Արփ ջան։ Վայ, Արփ, լրիվ մոռացել էի, գիտես։ Հեսա 5 րոպեից այդտեղ կլինեմ։ Հա, Արփինե ջան, լավ։ Լսի մոռացել էի, պիտի գնայի տատու անեի, այդ աղջիկն էլ կինչ 20 րոպե այնտեղ սպասում է։ Ինչ տատու։ Տատու, մխո, չգիտես տատուն որն է։ Ում ես հարցրել, որ ուզում ես տատու անես։ Է, այդ ում պիտի հարցնեի որ։ Չգիտես ում պետք է հարցնես։ Մխո,
Իսկ քեզ ինչի պիտի հարցնեմ, տատու անեմ թե չէ, հա? Դու ով ես։ Խեղճ իրենչոնել դինելու է քեզնից ինչ սորվի։ Մխո եթե իմ ընկերն ինձ թողնում է, դու ով ես, որ չթողես, հա։ Դու դե հմի ասելի է, հələ փորձվել ես տատու ես արե։ Բտնեմ մաշկդ կվարեմ կհանեմ վրից է։ Եղավ։ Վասիլը։ Գայնի ասում է։ Ոչ տեսավ։ Ոնց որ չէ։ Սպասի, չեմ թողալու գնաս։ Քուտղուն շատ եմ հավանել, իրան վերցնելու եմ մոտս հորս գերեզման, էլ ինչ լեզվով ասեմ։ Այ ես ձեր արա։ Տատը դուրը։ Երևի տոնն է։ Քեզ ասեց, որ դե տատու էր։ Հա։ Նստատեղի, նսպայցարարև դեդունայի ես է տատուտ ոնց եմ ջնջելու։ Ուզում եք դիտել շարունակությունը 3w.shantv.com